Մարդիկ նայում են ուղղակի դու չես քայլում ու վերջ։ Ուղղակի բան է քո սահմանափակումը դրանով սահմանափակվում է, որ դու չես քայլում ու վերջ։ Ուրիշ բան խնդիր չունես, բայց այդ ամեն ինչը իրանից շատ խնդիրներ է դրա հետո լիքը խնդիրներ կա։ Ես ինվալիդ տուն գնացել եմ պարկած մեքենավ ուղղակի տալն են, ես անգամ տենց անկողնու մեջ 90 աստիճանով չէի կարողանում նստեի, անգամ անվացալակ չէի կարողանում մենակով քշեի, բայց այդ վիճակով գնացել եմ զինվորի տուն, ու զինվորի տնից ես լիարժեք ինքնուրույն մարդ դուրս եմ գերվել։ Վարդանը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել զինված ուժերում։ 2019 թվականից հրետանավոր սպա էր Մեղրիի հրետանային ստորաբաժանումում։ 2020-ին, երբ սկսվեց պատերազմը, Վարդանն իր մարտկոցի տղաների հետ հոկտեմբերի 3-ից Արցախում էր։ Գերականի տարածքին տեղափոխվել ու այնտեղից արդեն մասնակցել մարտական գործողություններին։ Իմ մարտկոցի հետ արդեն կրակ էինք վարում։ Իմ համար դա առաջին մարտական գործողություններն էր, մարտական կրակն էր որպես սպա։ Արդեն հոկտեմբերի 10-ի երեկոյան գիշերը հերթական անգամ զինամթերք էինք ստանում։ Ես այդ ամեն պահի իմ զինվորի կողքին եմ եղել։ Թե կրակելու ժամանակ դե ոնց որ պարտավոր էին ելնել ու ամեն գործ անելուց, ամեն աշխատանք անելուց, անգամ զինամթերքը դատարկելուց իրանց հետ հավասար արել եմ։ Ու այդ ժամանակ զինամթերքը դատարկելու ընթացքում մակարակորթի անօթաչուի հրթիռը խփեց ոնց որ աջ կողմի կանգնած մեքենան, երկու մեքենաների մեջտեղում էի կանգնած, ոնց որ մեքենայի թափքին խփեց ու արդեն պայթյուն հրթիռից հետո սկսեց մեքենաները այրվել, մեջի ատկերը արդեն պայթել։ Ու տենց ամենաառաջին պայթյունից, այդ հրթիռի պայթյունից վիրավորվել եմ, այս աջ կողմից տենց ամբողջությամբ բեկորներ էր, ձեռքս էր փշրվել, հետո թոքս, հետո տենց ամենաբարդը, որ ողնաշարիս էր բեկորներից մեկը, մի ողոս ջարդել էր, մյուսի վրա տենց բեկորը մինչև հիմա մնում է։ Վարդանը մի քանի վիրահատության է ենթարկվել, ավելի քան 2 ամիս անցկացրել հիվանդանոցում, հետո տեղափոխվել զինվորի տուն։ 5 ամիս մնալուց հետո, վերականգնողական բուժումը ստանալուց հետո արդեն դուրս եմ գերվել։ Ու ընթացքում էր դրանից հետո էր, տենց ժամանակ առ ժամանակ նորից վերականգնողական բուժումները շարունակում ենք զինվորի տուն գնալով բուժումները ստանում եմ տարին 1-2 անգամ բուժումների գնում ենք կամ եթե չենք էլ գնում զինվորի տունը պարտադիր կանչում է ոնց որ գնում ենք ու այդ բուժումները հա պետք է անընդհատ լինի քանի որ ինքը բուժումները համ վերականգնողական, համ պահպանողական են։ Զինվորի տանը տղաները նաև նոր մասնագիտություն են սովորում։ Վարդանն էլ մի քանի ոլորտ ուսումնասիրելուց հետո վերջապես ընտրել է այն մասնագիտությունը, որում փորձում է հմտանալ։ Հիմա ծրագրավորման ոլորտում եմ աշխատում, որակի ապահովման մասնագետ եմ որպես QA ինժեներ եմ ու հիմնականում առցանց եմ աշխատում, երբեմն արդեն դրսից։ Վարդանի ու նման տղաներին այսօր առօրյա կյանքը փոքրիշատե հարմարավետ կազմակերպելն է, ինչպես կենցաղում, այնպես էլ աշխատանքում։ Երազանքներից մեկն է, որ ես ունենամ ջերմոց, վարդերի ջերմոց, որ զինվորական եմ եղել, որ միշտ չոր, կոպիտ, տգեղ, ցեղ, կրակ, պատերազմ, զենք, այդ ամեն ինչը տենալուց այն գեղեցիկի պակասը միշտ մոտդ եղել է, միշտ եմ որ խոսքի ասենք քնած երազանք ես ունենում, ունենաս մի հատ այնց սիրուն բան, այդ գեղեցիկ բաներից մեկը իմ համար ես միշտ պատկերացնում տենց վարդերի մեծ ջերմոց ունենամ։ Ամենամեծ երազանքը այդ ունենալ եմ որ քո սեփական տունը, որտեղ հիմա ասենք ես փոքր տան եմ, որ ամուսնական զույգերով ես ու կինս ենք ապրում, որ երեխաներ ոնց որ հարմարության հաստատ ֆիզիկական առումով չեն կարողանալու ու ամենամեծ երազանքը որ ունենք մեր տունը ու այդ տան մեջ ծնվեն մեր երեխաները։ Այդ է Աստված առաջ։ Հայաստան համահայկական հիմնադրամը զինվորի տան հետ համատեղ կառուցում է բնակելի ավան, նախատեսված պատերազմի ժամանակ վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ունեցող տղաների համար, որտեղ ամեն բան հարմարեցված կլինի տղաների կարիքներին, ապրելու եւ աշխատելու համար։